Բարի լույս սիրելիներս։ Տեր հայր, ինչու դիմել հրեշտակների կամ սուրբերի բարեխոսությանը, եթե դրա փոխարեն կարող ենք ուղղակիորեն դիմել Հիսուս Քրիստոսին։ Այստեղ կարևոր մի քանի մատնանշումներ կան, սիրելիներ։ Այսօր դրանից ավել մարդիկ նույնիսկ ասում են մենք եկեղեցի չենք գալիս, կարիք չունենք եկեղեցու գալու, որտեղ մենք մեր տանն էլ աղոթում ենք եւ ինչ որ պետք է մենք Աստծուն խնդրում ենք կամ ասում ենք։ Շատ լավ է, որ մենք տանը կարող ենք աղոթել, Տիրոջը խնդրել, բայց կարևոր մի բան կա, ով քո մեղքերին պետք է թողություն տա եւ կամ ինչպես դու պիտի Քրիստոսին հաղորդվես առանց սուրբ պատարագի միջոցով։ Վերադառնալով սուրբ եւ հրեշտակների բարեխոսությանը, եթե մենք ասենք, որ սուրբերի կամ հրեշտակների բարեխոսությամբ են գալիս Տիրոջը, որը կարող ենք ուղղակիորեն անել, սա ինչ է նշանակում, որ մենք մարդու միջոցով եկանք Քրիստոսին, բայց մենք ուղղակիորեն կարող ենք մոտենալ Քրիստոսին։ Այս պարագայում ինչ է մեր քարոզածը, մեր վկայությունը, մեր թափած արցունքը, որի միջոցով շատ մարդիկ դարձ են ունեցել։ Սա նշանակում է մենք Քրիստոսին ուղղակիորեն մերժեցինք եւ մարդիկ մեր միջոցով եկան Քրիստոսին։ Պողոս Առաքյալը այս մասին խոսելով ասում է, ինչպես մարդիկ հավատան կամ վստահեն նրան ում չեն ճանաչել։ Պետք է լսեն, այդ քարոզությունը պետք է հասկանան, չէ որ ասում է հավատքը լսելուց է ծնվում եւ այդ հավատքից են զորավոր գործեր կատարում։ Ուրեմն մենք պետք է լսենք քարոզչությունը, մենք պետք է վկայությունը տեսնենք այդ սուրբերի, որ ճանաչենք Քրիստոսին։ Երկրորդ մի կարևոր բան, Հակոբոս Արաքյալը ընդհանրական նամակի մեջ ասում է. ձեր մեղքերն իրար խոստովանեք եւ իրար համար աղոթեցեք, որովհետեւ արդարի աղոթքը շատ գեղեցիկ ու ազդեցիկ է։ Ինչու Արաքյալը չի ասում ձեր մեղքերը Քրիստոսին կամ Աստծուն խոստովանեք եւ իրեն աղոթեք, այլ ասում է իրար խոստովանեք։ Նշանակում է, որ մենք իրար խոստովանելով, իրար համար աղոթելով մենք մաքրվում ու սրբանում ենք, ավելի մաքուր անոթ ենք դառնում Տիրոջը ներկայանալու համար։ Ինչ է սա նշանակում, երբ որ մենք մերժում ենք Աստվածամոր, սուրբերի կամ հրեշտակների բարեխոսությունը։ Արդյոք սա հպարտություն, ամբարտավանություն չէ, մեզ ավելի լավը կարծելով, մենք ավելի թանկարժեք անոթ ենք, քան նրանք, որ ապրել են այս աշխարհի մեջ, ով Սուրբ Հոգուն ստացած լինելով Քրիստոսին զգացել իրենց կյանքի մեջ։ Արդյոք մենք չենք մերժում ուրիշների սրբությունն ու արդարությունը, մեզ ավելի կարևորելով, ասելով, որ մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել։ Վատ բան չկա այդ պարագայում, ուրեմն մենք պետք է նաև իրար համար չաղոթենք։ Եթե մենք երկրա իրար համար խնդրում ենք աղոթել, ապա ո՞րն է պատճառը, որ մենք չենք կարող արդեն երկնքում մեջ ապրող հրեշտակներին, սուրբերին խնդրել, որ մեզ համար Տիրոջը աղոթեն։ Որտեղ է գրված, որ Աստված միայն երկրի ապրող հավատացյալի աղոթն է լսում, իսկ երկնքում ապրող հավատացյալի աղոթքը լսելի չէ։ Որտեղ է գրված, որ երկնքում ապրող հավատացյալի աղոթքը լսելի չէ, այլ հակառակը երկրի ապրող հավատացյալի։ Ուրեմն երկնքի մեջ ապրող հավատացյալի կամ սուրբի աղոթքը ավելի ջերմեռանդ է, որտեղ ինքը գիտի ինչ աղոթել։ Երրորդ մի կարևոր բան, սիրելիներս, ինչու է սուրբերի բարեխոսությունը կարևոր, որտեղ նրանք արդեն գիտեն որն է Տիրոջ կամքը, մենք մեր աղոթներով կարող ենք սխալ բաներ խնդրել, իսկ նրանք քանի որ գիտեն ինչ է պետք այս երկրը ապրելով փրկության հասնել, ուրեմն նաև իրենց աղոթներով բարեխոսում են այն ճշմարտության ճանապարհը գտնել, որ տանում է դեպի Քրիստոս։ Պողոս Առաքյալը Եփեսացի նամակի մեջ ասում է. խնդրում եմ աղոթեք ինձ համար, որպեսզի կարողանամ Աստծո խոսքերը ճիշտ մեկնաբանել եւ հասցնել մարդկանց։ Ինչու Պողոս Առաքյալը ուղղակիորեն Հիսուսից չի խնդրում, որ Տեր ինձ իմաստություն տուր քո խոսքերը ճշմարտությամբ փոխանցելու, այլ խնդրում է հավատացյալներին, որ աղոթեն իր համար, որպեսզի ինքը կարողանա ճշմարտությունը քարոզել։ Ինձ համար ամենագեղեցիկ օրինակը Ծննդոց գրքի մեջ է, սիրելիներս։ Աբիմելեք թագավորը, որ Կադեսում էր ապրում, երբ որ Աբրահամ նահապետը գնաց այնտեղ, իր կնոջը Սարային ներկայացրել որպես քույր եւ հավանելով նրան, նրա գեղեցկությունը տեսնելով, թագավորը նրան կնության առավ։ Աստված երևաց երազի մեջ նրան եւ ասաց. ինչու մեղ գործեցիր, այդ կինը ամուսին ունի։ Եվ թագավորն ասում է. Տեր, դու գիտես, որ ես արդար եմ, նա որպես քույր ներկայացրեց, ես էլ հավանեցի, ուզեցի պսակվել։ Եվ ինչ ասում Աստված, ուղղակիորեն խոսում էր Աստված Աբիմելեք թագավորի հետ, ասում է. նրա կնոջը վերադարձրու, քանի որ նա մարգարե է, քեզ համար կաղոթի եւ դու կապրես։ Երբ որ Սարային վերադարձրեց, ասում է Աբրահամը աղոթեց, թագավորը, նրա կինն ու երեխաները, նրա աղախինները բժշկվեցին, եսեցին ծննդաբերել, որովհետեւ մինչեւ այդ Աստված նրան զրկել էր ծնելու այդ օրհնաբեր իրականությունից։ Ինչ է սա նշանակում։ Աստված ուղիղ խոսում էր թագավորի հետ, գիտեր, որ այդ թագավորը անմեղ է եւ արդար է, բայց ասում է. գնա Աբրահամին, ասա թող քեզ համար ինձ աղոթի, որպեսզի քո տունը չկործանվի։
Արդյոք սա բարեխոսություն չէ։ Արդյոք երկնքի մեջ ապրող սուրբն չի կարող մեզ համար բարեխոսել, սիրելիներ։ Ուրեմն սուրբերի բարեխոսությունը մեզ առաջնորդում է դեպի ճշմարտություն։ Երբ որ մենք մերժում ենք ասելով, որ նրանք չեն կարող աղոթել, մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել, ապա ինչ է նշանակում եւ առաքյալի մյուս խոսքը, մենք մեկ միջնորդ ունենք, այո, մեկ միջնորդ ունենք երկնքի մեջ մեր փրկության համար։ Այս երկրի մեջ մեկ փրկություն ունենք Հիսուս Քրիստոս միջնորդը, բայց նաև պետք է աղոթել Հիսուս Քրիստոսին, թե երկրի ապրող մարդիկս հավատացյալներս իրար համար, եւ երկնքում ապրող հավատացյալները պետք է աղոթեն, որպեսզի մեր փրկության ճանապարհի մեջ մենք հաստատուն ունենք, չշեղվենք եւ հասնենք այդ արդարությանը։ Երբ որ մենք մերժում ենք սուրբերի բարեխոսությունը, նորից եմ կրկնում, մենք մեզ ավելի հպարտ ու կարևոր ենք կարծում, քան նրանք, ովքեր ապրել են մեզանից առաջ։ Նրանք արդեն երկնքում են, հաղթանակած են եւ այդ հաղթանակած վիճակի մեջ խնդրում են Տիրոջը մեզ պահելու, պահպանելու համար։ Սրա մեջ վատ բան չկա, որ մերժենք ու ասենք մենք ուղղակիորեն կարող ենք Քրիստոսին դիմել։ Մենք Քրիստոսին դիմում ենք։ Նույնն էլ այս պարագայում եկեղեցի չավելացող մարդիկ, երբ որ ասում են մենք տան աղոթում ենք, նաև մերժում են քահանայությունը։ Նշանակը քահանայի մատուցած պատարագը, սուր գրքի մեկնությունը, նրա կատարած աղոթքը ընդունելի չէ։ Իրենք այնքան ավելի կարևոր են, քան քահանան, բայց քահանայությունը Տերն է տվել, որպեսզի ինչպես որ Քրիստոս եկավ մեզ փրկելու համար, քահանան մարդկանց պետքերին, կարիքներին ճանաչելով եւ նրանց հետ մասնակիցներով այս կյանքի մեջ գիտի ինչպես ուղեկցել մարդուն, որպեսզի փրկությանը հասնի։ Քահանան էլ այս երկրի վրա բարեխոսն է Քրիստոսի եւ իր ժողովրդի միջը, որպեսզի ճշմարտության ճանապարհը ցույց տա, որպեսզի մարդիկ չմոլորվեն եւ այդ աղոթքի միջոցով մարդիկ բժշկվեն, արդարանան, մեղքերին թողություն ստանան եւ հասնեն Քրիստոսի կատարյալ ճանաչողությանը։